Մի հայտնի խոսք կա, որ ժամանակին ասել էր Ֆրանսիայի ոստիկանապետ Ժոզեֆ Ֆուշեն Նապոլեոնին. դա ավելի վատ է, քան հանցագործությունը, դա սխալ է։ Եվ ես վերաշարադրելով այդ խոսքը կասեի, որ դա ավելի վատ է, քան կապիտուլյացիան, դա ճակատագրական սխալ է։ Համաձայնելով վերանշված երկուսիչմանը, Փաշինյանի կառավարությունը լեգիտիմացրեց Ադրբեջանի մնացած անթույլատրելի պահանջները։ Պանդորայի արքը նա այլևս ունակ չէ փակելու։ Տեսեք, Ալիևը բոլոր հարթություններում Հայաստանին փորձում է դարձնել լիովին անպաշտպան սուբյեկտ կամ ավելի ճիշտ կլինի ասել արդեն օբյեկտ։ Չի եղել աշխարհում որևէ երկրի այնպիսի կապիտուլյացիա, ինչպիսին ուզում է Ադրբեջանը պարտադրել Հայաստանին։ Դրանք ունեն մի քանի հարթություններ։ Առաջին հարթություն՝ ռազմական։ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի սահմանին չպետք է լինեն երրորդ երկրների ուժեր։ Այսինքն Հայաստանն ինքնուրույն իրավունք չունի ունենալ դաշնակիցներ եւ սեփական երկրի տարածքում տեղակայել իր դաշնակիցների կամ թեկուզ միջազգային ուժեր։ Սրանով Հայաստանին Ալիևը փորձում է մեկուսացնել աշխարհից, զրկել կոլեկտիվ անվտանգությունից եւ դաշնակիցներ ունենալու հնարավորությունից։ Այդպես Հայաստանը մնում է մենակ ադրբեջանա-թուրքական օղակի մեջ։ Մյուսը պահանջում է չզինվել, իսկ գնաց զենքերն էլ հետ ուղարկել։ Միաժամանակ պահանջում է որպես ռազմական հանցագործներ իրեն հանձնել Հայաստանի ու Արցախի ականավոր զորահրամանատարներին ու գործիչներին, դրանով փորձելով հայ ժողովրդին զրկել իր հերոսներից, հայրենիքի համար պայքարն ու զոհվելուն պատրաստ լինելու կամքը լիովին արմատախիլ անելով հայերի միջից։ Բաքվի շինծու դատավարության քարոզչական իմաստը հենց դա է։ Նման ստորացուցիչ պայմաններ անգամ Գերմանիան ու Ճապոնիան չեն կատարել երկրորդ համաշխարհայինում անվերապահ կապիտուլացվելուց հետո։ Երկրորդ հարթություն՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական։ Պահանջելով Զանգեզուրի միջանցք 300,000 ադրբեջանցի այսպես ասած փախստականներին ընդունել եւ այլն, Ալիևը ցանկանում է աշխարհաքաղաքականապես մասնատել ու ներսից կազմաքանդել Հայաստանը։ Դա սողացող ագրեսիա է, տարածքներ գրավելու ոչ ռազմական մեթոդ, երբ սեփական ազգին այլ պետության տարածքում իրավաբանորեն տեղակայելով ու բազմացնելով հասնում են այդ երկրի գրավմանը ներսից։ Նա ցանկանում է Հայաստանում կոմպակտ բնակեցնել ադրբեջանցիներ, ստեղծել տրոյական ձիեր, որպեսզի աստիճանաբար, հատկապես անկլավները հետ զավթելուց հետո, ձևավորի ինքնավար միավորներ, որոնք փորձեն հետո Հայաստանի դեմ անջատողական պայքար սկսելու մասնատել մեր երկիրը։ Երրորդ հարթություն՝ դիվանագիտական։ Պահանջելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ալիևը ոչ միայն Հայաստանին պարտադրում է իրավաբանորեն հրաժարվել Արցախից, այլև զրկում է մեզ միջազգային միջնորդական աջակցությունից ընդհանրապես։ Սա բոլոր հարցերը միայն երկկողմ ձևաչափով լուծելու պահանջի շարունակությունն է։ Այսինքն, փորձ է արվում կրկին դիվանագիտական առումով մեկուսացնել Հայաստանին։ Չորրորդ հարթություն՝ իրավական։ Սահմանադրության փոփոխության պահանջը